Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրոպական խորհրդարանում մեծ ռեզոնանս է առաջացրել Հայաստանում, արձագանք է գտել ինչպես աջակիցների, այնպես էլ կոշտ քննադատողների շրջանում։ Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ փորձելու ենք հասկանալ, թե ինչ առաջացրեց այս մեծ աղմուկը եւ ինչու է այն քննարկումների կիզակետում։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Եթե նախ գնահատենք Փաշինյանի ելույթը, ինչի մասին էր, արդյոք սա նախընտրական քարոզչության նախերգանքը չէր։ Դե ինքը փորձում էր մի քանի հարցեր լուծել, մասնավորապես առաջինը այո, դա ընտրական գործընթացների մասին էր, որ եվրոպացիներին ցույց տա, որ ձեր համար ամենանախընտրելի տեխնացուն ես եմ, իսկ մնացածը ով կան, դրանք պատերազմի կողմնակիցներ են եւ հերու մնացեք այդ մարդկանցից։ Մնացած առումով իր դասական թեզերն էին, որը ինքը մշտապես ներկայացնում էր, մասնավորապես ուրեմն Իրանի հետ կապված ինչ էր ինքը ասում, որ դե գիտեք, ասեց մենք փոքր երկիր ենք, մեզանից ոչինչ կախված չի, ընդ որում գիտեք, հենց որ դու գնում ես եւ ներկայացնում ես պետություն, նման ձևով ներկայացնել քո պետությունը մի քիչ այդքան էլ երևի ճիշտ չէ։ Մնացած առումով դրանք ասենք իր մշտական թեզերն էին բացատրելու համար, թե ինչի են գնում խաղաղության, ինչ է տեղի ունենում։ Փաշինյանը հայտարարում է, որ անվտանգության լավագույն երաշխիքը խաղաղությունն է, բայց եւ շտապում է նշել, որ բանակը անվտանգության հիմնական գործիք չէ, այլ ռեզերվ։ Սա ռազմավարություն է, թե վտանգավոր քաղաքական ռոմանտիզմի տարածաշրջանում, որտեղ ուժի գործոնը դեռ առկա է։ Նայեք, անվտանգության հիմնական երաշխավորը ոչ թե խաղաղությունն է, այլ ուժերի հավասարակշռությունը։ Խաղաղությունը դառնում է անվտանգության երաշխավոր, հենց ոնց որ Նիկոլ Փաշինյանը դու կատարում ես դիմացի կողմի բոլոր պահանջները։ Եթե հերթով դիմացի կողմի բոլոր պահանջները կատարում ես, ապա դիմացի կողմը որևէ առիթ չունի քո վրա հարձակվելու։ Ասենք դուք պատկերացրեք Իրանը խելոք կերպով իր ունեցած բոլոր ռազմական ռեսուրսները տրամադրեր Իսրայելին, ԱՄՆ-ին, իր բոլոր նավթային պաշարները տրամադրեր ԱՄՆ-ին, խելոք հլու հնազանդ գնար կանգներ, ասենք Թրամփի կողքը գլուխը կաղ, դեռահարցները ինչ կոստյում հագնեն, որ հանկարծ չներվեն, պարզ է, որ այդ պարագայում պատերազմ չէր լինի։ Եթե ասենք պաղեստինցիք հլու հնազանդ իրենց հողը հանձնեին Իսրայելին եւ լքեին այդ տարածքը, պարզ է, որ որևէ պատերազմ չէր լինի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, երբ որ կատարում է ադրբեջանական կողմի բոլոր պահանջները, այդ պարագայում է, որ ներկայումս առկա է խաղաղություն։ Բայց դա անվանել, որ խաղաղությունն է անվտանգության երաշխավորը, դա մանկամտություն է, որովհետև անվտանգության երաշխավոր ամբողջ աշխարհում հենց որ գոյություն ունի ուժերի պարիտետ։ Երկու կողմին էլ ձեռնտու չի հարձակվել եւ այդ պարագայում նաեւ տեղի ունենում խաղաղություն։ Հիմա անցնենք հոգեորականների մասով, բավականին կոշտ քննադատեց, մեղադրելով արտաքին ուժերի ներկայացուցիչների ազդեցության տակ լինելու համար։ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը շատ կոշտ է արձագանքել Փաշինյանին, նշելով, որ միջազգային ամբիոնից եկեղեցու թեման բարձրացնելը դիվանագիտական սխալ է։ Ձեր կարծիքով սա իսկապես դիվանագիտական վրիպում էր, թե վարչապետը փորձում էր միջազգային լսարանին ներկայացնել Հայաստանի ներքաղաքական կոնֆլիկտների, այսպես ասած, իրողությունը։ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է հայ ժողովրդի առանցքային կառույցներից մեկը։ Հայ ազգը չի ունեցել երկար դարեր պետականություն, եւ այդ պետականության գործառույթը իրականացրել է հայ առաքելական եկեղեցին։ Այսինքն, եթե գլոբալ առումով նայենք, ինքը կազմաիրավական միավորում է եղել։ Ինքը պետությանը այլընտրանքային կառույց է եղել։ Այսօրվա դրությամբ հենց որ դու բացի նրանից, որ դուրս ես եկել այդ կառույցի դեմ եւ փորձում ես այն կազմակերպել եւ դեռ մի հատ էլ գնում ես միջազգային ատյաններում փորձում ես վարկաբեկել այդ կառույցը, դե դա գիտեք ոնց է, դասական նիկոլիզմ է։ Նիկոլ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ։ Այդ առումով ես բազմաթիվ իմ հարցազրույցներում դա նշել եմ, դրա համար ասել, որ դա թույլատրելի է, անթույլատրելի է, նորմալ քաղաքական գործի համար անթույլատրելի է։ Երկրի նախկին արտգործնախարարը բացահայտ ասում է, որ Հայաստանի այսօրվա վիճակը նաև դիվանագիտական անփութության, անփորձության հետևանք է։ Ապա իմ հարցը կոշտ է, հետեւյալ հարցս, Հայաստանը պարտվեց աշխարհաքաղաքականությանը, թե սեփական իշխանության սխալներին։ Գիտեք ոնց է, այսպես ասեմ,
ցանկացած պարագայում օրվա իշխանության վրա է դրված պատասխանատվությունը։ Եթե դու անգամ ընդունակ չես տիրապետել աշխարհաքաղաքական հմտությունների, դա քո մեղավորությունն է։ Փաշինյանն նշեց, որ Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի հարցում Հայաստանը ընտրել է լուրջ դիվանագիտության ճանապարհը։ Նախ ինչ է նշանակում լուրջ դիվանագիտություն եւ արդյոք սա նշանակում է, որ Ադրբեջանում գտնվող հայերի վերադարձը միջազգային օրակարգից դուրս է մնում։ Նայեք, սկսենք առաջինը։ Եթե դու գտնում ես, որ դա լուրջ դիվանագիտություն է, ինչու ես բարձրաձայնում։ Եթե դու արդեն ԵԽԽՎ ես հասել եւ բարձրաձայնում ես, ուրեմն դու նշանակում ես լուրջ դիվանագիտության ինստիտուտին հակառակ ես գնում։ Նայեք, ես իմ կարծիքը այստեղ տարբերում եմ, ես ինքս մտածում եմ, որ այդ հարցը ամենաարդյունավետ կարալուծի Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցությունների արդյունքում։ Դրա համար առավել եւս ինքը պետք է ԵԽԽՎ-ում սրա մասին չբարձրացնել, եթե գտնում էր, որ դա լուրջ դիվանագիտություն է։ Գիտեք, ոչն է հենց ասել մի բան, անել հակառակը, ստանալ ավելի բացասական արդյունք, հետո մտածել ում վրա գցի մեղքը։ Հիմա արցախահայերի մասին Փաշինյանը հայտարարեց, որ պետք չէ շահարկել արցախցիների զգացմունքները սին հույսերով եւ Արցախի հայերը պետք է ստանան Հայաստանի քաղաքացիություն եւ հաստատվեն Հայաստանում։ Ստացվում է նրանց վերադարձի հարցը եւս փակվում է։ Նայեք, ուրեմն սա շատ գլոբալ հարց է, դրա համար այդ գլոբալ հարցին մի քիչ փորձեմ ավելի լայն պատասխանել, չնայած հասկանում եմ, որ ժամանակի խնդիր կա։ Պարտությունից հետո 2020 թվականին եւ առավել եւս, հենց որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, ստեղծվել էր մի այնպիսի իրավիճակ, որ ուրեմն մնում էր, այսպես ասենք, մի տարբերակ, ամեն գնով փորձել այդ ժողովրդին պահել այդ հողի վրա։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները, ոչ միայն նաև իրենք, ամեն ինչ արեցին, որ այդ մարդիկ դուրս գան։ Այդ մարդկանց դուրս գալը ուներ գեոքաղաքական իրանց պատկերացման խնդիր։ Ինչի է ինքը ԵԽԽՎ-ում, եվրոպական կառույցներում այս հարցը նաև դնում, հասկացնում։ Ուրեմն իրենց մոտ տպավորություններ, ոչ թե եւ կարելի ասել տպավորություն եւ իրանք առաջ են տանում այն թեզը, որ արցախցիներին պետք է Արցախից հանել, որովհետեւ Արցախահայությանը մնալով Արցախում ինքը դառնում է, ընդ որում չէին էլ թաքցնում Մոսկվայի ձեռքում գործիք։ Եվ դրա համար մեկ օր շուտ պետք է այս մարդկանց անել։ Հիմա դրա համար է ինքը եվրոպական կառույցներում նաև շեշտում, որ ես եմ, որ այս հարցը մեկընդմիշտ փակել եմ, քանի ես կամ չի դրվի Արցախահայության վերադարձի հարց։ Եվ Արցախահայությունը, այսպես ասած, չակերտավոր չի դառնա Մոսկվայի ձեռքում գործիք։ Սա է իրականության մեջ այն թելը, որը ինքը ուղակի մինչև վերջ, եթե ասումել է, այսպես ասած, տարբեր հատվածային ձևերով, բայց հենց որ միացնում ես այդ հատվածները, իր մտահաղացումը, իր թեզերը հստակ են այս առումով։ Նայեք, մարդը իրականության մեջ արել է մի բան, ուրեմն, որը, գիտեք, հայ ժողովրդի պատմության մեջ հատուկեն դեպքերում է տեղի ունեցել։ Այսինքն սրանից առաջ մի անգամ ուրեմն արևմտահայությունն է զրկվել իր հայրենիքից։ Դրանից հետո սա երկրորդ դեպքն է, ավելի լոկալ իհարկե, որ Արցախահայությունը զրկվել է իր հայրենիքից, որտեղ հայությունը ապրել է իր ձևավորման, այսպես ասած, ակունքներից ի վեր։ Ու այսօրվա դրությամբ, գիտեք, այս մարդը փոխարենը մտածի ոնց իր սխալը այսպես ասած հետ ողորմյա անի, դեռ մի հատ էլ շեշտում է, որ արհավետ նրանք չեն վերադառնալու։ Վերջ, այս հարցը մեկընդմիշտ ուրեմն փակված է։ Նայեք, ընդ որում սա իր կամ այստեղ իրան հուշել են, կամ ինչ որ մեկը ընդ որում սխալ է հուշել, կամ իր ֆանտազիաների արդյունքն է, որ ինքը եթե մտածում է, ընդ որում ինքը դա չի էլ թաքցնում, որ եթե Արցախահայության հարց չդրվի, ապա ադրբեջանցիք էլ չեն փորձի վերադառնալ Հայաստան, ապա այստեղ ինքը ուղղակի սխալվում է։ Ես սրա մասին խոսացել եմ, եկեք մի անգամ էլ կարճ ասեմ, նայեք, ինչ էր ինքը ժամանակին ասում, որ եթե Արցախի հարցը
չլինի, ապա մեղրի, այսպես ասենք, ճանապարհ միջանցքի հարցնել չի լինի։ Ես անժամանակ բացատրում եի, որ ոչ, իրանք դու կփակես Արցախի հարցը, իրանք չեն հրաժարվի դրանից։ Եվ այդպես էլ տեղի ունեցավ։ Ինքը հրաժարվեց Արցախից, հայաթափվեց Արցախը, դրանից հետո նորից նրանք դրեցին մեղրի ճանապարհը, որը այսօր ինքը ուղղակի փաթեթավորվում է Տրամպի ճանապարհ անվան տակ։ Բայց դա նույն, այսպես ասած, ճանապարհ միջանցն է։ Հիմա ինքը ինչա մշտապես ասում, որ եթե Արցախահայության վերադարձի հարց չի լինելու, չի դրվելու, ապա ադրբեջանցիք էլ չեն վերադառնա։ Ոչ, Իլխամ Ալիևը վերջերս բաց ասեց, որ եթե անգամ հայերը հրաժարվեն, մենք վերադառնալու ենք։ Ինչպես հայտարարում են եւ Փաշինյանը, եւ Ալիևը, եթե խաղաղությունը իսկապես հաստատվել է, ամենակարևոր հարցն է։ Ինչպես է ստացվել, որ հայկական կողմը դեռևս չի կարողանում գերիներին վերադարձնել Հայաստան։ Նայեք, խաղաղության թիվ 1 փաստաթուղթը դա ստորագրված խաղաղության պայմանագիրն է։ Ոչ թե նախաստորագրված։ Աշխարհում այնքան փաստաթղթեր են նախաստորագրվել, Ուկրաինայի հետ կապված են նախաստորագրվել։ Ուրեմն հիշում եք Իրանի միջուկային հարցի հետ կապված էլ նախորդ վարչակազմների ժամանակ ստորագրվել էր հայտնի փաստաթուղթը, որը Տրամպը հենց որ եկավ իշխանության, ուղղակի շպրտեց։ Նորից եմ կրկնում, խաղաղությունը անգամ թիվ 1 ստորագրված փաստաթղթից հետո, եթե դու չես պահում ուժերի հավասարակշռությունը, ինքը անգամ դա կարող է վերածվել պատերազմի։ Իսկ այս պարագայում հենց որ դու ստորագրված փաստաթուղթ չունես, խոսալ, որ գիտեք ինչա, վերջնական խաղաղություն է ձևակ։ Անկամ այս երկու երկրները մինչ օրս դիվանագիտական հարաբերություններ չունեն, դեսպաններ չունեն։ Եվ վերջին հարցը, Փաշինյանը ասում է, որ առաջիկա ընտրությունները պետք է խաղաղությունը դարձնեն անշրջելի։ Հարց է առաջանում 2026 թվականի ընտրությունների իշխանության համար քաղաքական մրցակցություններ լինելու եւ թե խաղաղության, քաղաքականության վստահության քվե։ Նայեք, իրականության մեջ այս ելույթից այդ բացի խաղաղություն Արցախ մնացած իր համար ամենակարևոր թեզը դա ընտրականն էր, քաղաքականն էր։ Իր ելույթը հենց որ մենք ընդհանուր առմամբ վերլուծում ենք, հիմքում դրված էր Եվրոպայից նույնպես ստանալ սանկցիա հաշվի հանդարտ տեսնելու իր քաղաքական ախոյանների նկատմամբ։ Ելույթի մեխը դա է, որտեղ ինքը մեղադրում էր, որ կան Ռուսաստանաբնակ, Բելարուսիայի, չգիտեմ, դա է մեխը։ Եթե դուք իր ելույթին գումարեք, որ նախորդին տեղի ունեցավ, ուրեմն տարածվեց արտաքին հետախուզության ուրեմն ծառայության հայտարարությունը եւ դրա հիման վրա նախորդին հարուցվեց քրեական գործ, այս երեքը հենց որ միացնում եք, հստակ է լինում, որ իր ելույթի հիմնական մեխը եվրոպական կառույցներից ստանալ սանկցիա, որ ես գնալու եմ իմ ընդդիմադիրների նկատմամբ հաշվի հարդարի։ Ու ակնհայտ է, որ եվրոպացիք այս պարագայում, ու ինքը թվարկում էր, որ դրա գինը հենց խաղաղությունն է։ Այս պարագայում ակնհայտ է, որ եվրոպացիներից ինքը այդ սանկցիան ստացել է եւ մինչեւ ընտրությունների շրջանում եւ յետընտրական շրջանում ինքը ինչ ապօրինություններ գործի իր քաղաքական հակառակորդների նկատմամբ, իրենք ոչ միայն լռելու են, այլ անգամ ծափ են տալու։ Այս է իր քաղաքական իր այդ ելույթի ողջ մեխը։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ։ Ցտեսություն։